որ բարեփոխման մասին, որ մեր համար նախանշել ենք ներկայացնեմ, հիմա աշխատում ենք մասնավոր հատվածի հետ, կառուցապատողների հետ։ Խոսքը վերաբերվում է ըստ էության այս շուկայում զարգացման հաջորդ փուլին գալուն եւ ժամանակն է, որ արդեն Հայաստանում կան ապարտ հոթելների եւ իրենց կառավարող միջազգային բրենդները, այստեղ որոշակի բարեփոխումներ ենք պլանավորում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որովհետեւ ըստ էության այդ բրենդները ոչ միայն շինարարություն են բերում, այլ նաեւ միջազգային ներդրողներ եւ ըստ էության, այսպես ասած, հայ վաճառողներ, հայ գնորդներից, ազգությամբ հայ գնորդներից շատ լավ հնարավորություն է տալիս անցում կատարելու նաեւ մեծ չափով այլազգի գնորդների, որովհետեւ այդ բրենդները իրենց հետ նաեւ այդպիսի շուկա են բերելու Հայաստան, սա մեր կանխատեսումն է եւ այդ ուղղությամբ որոշակի փաթեթներ են մշակվում, շուտով կներկայացնենք կառավարությանը։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների մասին, զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս տարին իսկապես շատ կարևոր տարի է մեր պետության համար, որովհետև այս տարի մենք նշում ենք մեր պետության կազմավորման 35-ամյակը եւ պարզ է, որ այդ հոբելյանական իրադարձությունը պետք է ըստ պատշաճի նշել, դրանով նաեւ հերթական անգամ արժևորելով պետականությունը իբրև մեր ամենակարևորագույն ձեռքբերում եւ նպաստելով նաեւ մեր քաղաքացիների եւ պետության կապի ամրապնդմանը։ Ու այս իսկ տրամաբանությամբ ներկայացվել է միջոցառումների այս շարքը եւ շարքի հիմքում դրված է այն գաղափարը, որ իրականում անկախության 35-ամյակը չի կարող տոնվել միայն Երևանում եւ մենք պետք է կարողանանք միջոցառումները պլանավորել այնպես, որպեսզի դա իսկապես դառնա իրադարձություն եւ տոն մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում եւ յուրաքանչյուր համայնքում։ Եվ հենց այս տրամաբանությամբ մենք պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկելու են թե հյուսիսը, թե հարավը, մասնավորապես մեր միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև 18-ին Վանաձորում, 19-ին Կապանում եւ սեպտեմբերի 20-ին Գյումրիում կունենանք մեծ համերգներ, յուրաքանչյուրը իր ժանրի մեջ, մասնավորապես Իջևանում պլանավորել ենք ջազի, ուրեմն տրամաբանության մեջ մեր համապատասխան թե նվագախմբերի եւ թե արտիստների մասնակցությամբ շեշտը դնելով անկախության տարիներին գրված ստեղծագործությունների վրա եւ այդպիսով նաեւ մեր հանրության համար ավելի տեսանելի դարձնելով անկախության շրջանի մշակութային այն ստեղծագործությունները, որոնք դարձել են նաեւ մեր պատմության մասը։ Վանաձորում կունենանք ռոք երաժշտության համերգ, որտեղ էլի մեր տարբեր ուրեմն արտիստներ ներգրավված կլինեն, կունենանք նաեւ հրավիրված ճանաչված համաշխարհային դիրիժոր։ Կապանում նախատեսել ենք ունենալ տարբեր բենդերի մասնակցություն, սիրված եւ նաեւ կարեւոր է, որ համերգին կմասնակցի Վարչաֆեստ 2026 փառատոնի Grand-Prix մրցանակակիրը, որը շատ խորհրդանշական է, որ նույնպես մի բենդ է, որը ներկայացնում է Կապանը։ Redline խմբի մասին է խոսքը։ Գյումրիում կունենանք արդեն դասական երաժշտության համերգ, որտեղ բնականաբար նախատեսված բովանդակությունը նաև մշակութային այդ շերտը հասանելի կդարձնի մեր հանրությանը։ Հոբելյանական միջոցառումների շարքը կամփոփենք սեպտեմբերի 21-ին Երևանում Հանրապետության հրապարակում եւ սա էլ խիստ խորհրդանշական է, որովհետեւ այս տարին նաեւ հոբելյանական է Հանրապետության հրապարակի համար։ Այս տարի մենք նշում ենք Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը եւ պետք է ասել, որ սա նաեւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական ծրագրում եւ մենք պլանավորում ենք այս իմաստով նաեւ Հանրապետության հրապարակը թե իր ճարտարապետությամբ եւ թե նաև որպես մեր պետության խորհրդանիշ ավելի տեսանելի դարձնել եւ բնականաբար այդ օրվա միջոցառումներն էլ պլանավորվել են այնպես, որպեսզի մենք թե անկախության 35-ամյակի նշանավորումը անենք եւ թե նաև տեսանելի դարձնենք Հանրապետության հրապարակը։ Եվ պետք է ասեմ, որ մի շարք անակնկալներ ունենք, որոնք չէի ուզի այս պահին բացահայտել, բայց պետք է ասեմ, որ իր նշանակությամբ եւ բովանդակությամբ բավական եզակի նաեւ միջոցառում է լինելու, կունենա երկու հատված, առաջին հատվածում կլինի փոքրիկ ներկայացում եւ երկրորդ հատվածը կլինի համերգային, որտեղ հանդես կգան մեր սիրված կատարողները,
ավարտելով ամբողջ երեկոն հրավառությամբ եւ սիրով նաեւ այսպիսով բոլորին իրազեկում ենք եւ հրավիրում ենք մասնակցել մեր երկրի համար իսկապես կարեւոր այս տոնակատարությանը, որը մի կողմից նշանավորում է մեր անցած ճանապարհը, բայց մյուս կողմից էլ ցույց է տալիս մեր ապագան եւ այդ իմաստով է ընտրված նաեւ այս 35-ամյակի բրենդավորումը, որի հիմքում ընկած է թռչունի գաղափարը, ցույց տալու նաև մեր պետության թռիչքը եւ վերելքը, որը սկսվել է եւ շարունակվելու է, եւ նաև ասեմ, որ սա մեր միակ միջոցառումը չի, մենք կշարունակենք նաև նախորդ տարիներից դրված ավանդույթը եւ այդ օրը կունենանք նաև թանգարանային նոր ցուցադրություն պատմության թանգարանում Բերլինի թանգարանային կղզու հետ համագործակցությամբ եւ դրանով իսկ Բերլինի 6 թանգարանների եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանուց բացառիկ ցուցադրություն կբացվի, որը հասանելի կլինի մեր հանրության համար 6 ամիս շարունակ եւ հուսով եմ, որ մշակութային նաեւ այս միջավայրերը հնարավորություն կտան պատմական կոնտեքստներում նույնպես անդրադառնալ մեր ինքնության եւ արժեքների կարևոր շեշտադրումներին։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, իհարկե առաջին բանը, որ կուզենայի ասել, որ հնարավորինս լայն իրազեկում տեղի ունենա, որովհետեւ կարևոր է նաեւ ոչ միայն պարզա, որ տեղի բնակիչները տեղում կարող են իմանալ, բայց նաև շատ լավ առիթ է, որ մենք լայն իրազեկենք, որպեսզի օրինակ են մարդիկ, որ ոչ մի անգամ չեն եղել Կապանում, առիթը օգտագործեն, նրանք ովքեր ուզում են օդանավով գնալ Կապան, օդանավով գնալու առիթը օգտագործեն եւ գնան ժամանակ անցկացնեն։ Նույնն էլ ովքեր չեն եղել Գյումրիում, ովքեր չեն եղել Իջևանում, ովքեր չեն եղել Վանաձորում, եւ մենք այս նրբությանը պետք է ուշադրություն դարձնենք։ Մեր հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Երևանում եւ Երևանի դեպի Երևան բերող բնակավայրերի մերձ ճանապարհային հատվածներից բացի չեն եղել բազմաթիվ վայրերում։ Այս շատ կարևոր նրբություն է, որը իդեպ կապ ունի նաև պետության եւ պետության ընկալման հետ, որը կապ ունի իրական Հայաստանի գաղափարախոսության հետ։ Որտեւ եթե իր երկիրը մարդը իրականում չի տեսել, այդ զգացողության շատ կարևոր փոփոխություն է եւ մենք պետք է խրախուսենք, որպեսզի եւ առիթները նաեւ դրա համար են ստեղծվում, որպեսզի մարդիկ ուղղակի լրացուցիչ խթան տան, որ ասեն գուցե այսօր գնանք Կապան, գուցե այսօր գնանք նաև նկատի ունենալով, որ անդադ խոսվում է Կապանի ճանապարհ եւ այլն, թե ինչ սարսափազդու պայմաններում են ապրում մի շարք բնակավայրերի բնակիչներ։ Մարդիկ թող գնան տեսնեն ոնց են ապրում, ի վերջո սարսափազդու է, թե սարսափազդու չի։ Գնան Իջևան խոշորացված բնակավայրում համերգից առաջ կամ հետո գնան Կիրանց, գնան տեսնեն մարդիկ ինչ սարսափազդու պայմաններում են ապրում, այնտեղ սարսափազդու է, թե սարսափազդու չի։ Վանաձոր, Գյումրի եւ այդպես շարունակ, այսինքն սա շատ կարեւոր է պետության զգացողություն ունենալու համար։ Հենց էսա ես անդադ այդ ֆենոմենը ինձ համար շատ կարեւոր է, ինչ ենք մենք անդադ երազում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող տեղերի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չենք տեսել։ Չենք տեսել, մենք չգիտենք Հայաստանի Հանրապետությունը ինչ է։ Իսկ իմիջայլոց մեր հեռուստատեսության բանով Հայաստանի Հանրապետությունը ցույց չեն տալիս։ Ոչ է մեր գրքերում է գրած Հայաստանի Հանրապետության համար։ Մենք Հայաստանի Հանրապետությունը ցույց չենք տալիս, որովհետև ինչ կա ցույց տալու այնտեղ ընդհանրապես։ Մենք ցույց ենք տալիս այո, մեր պատմության մեր ընկալումները, որը բայց Հայաստանի Հանրապետությունը, որ այստեղ այդ նախորդ անգամ Վեդի ջրամբարի թեմայով անդրադարձանք եւ հույս ունեմ այդ նախագիծը ուժի մեջ է։ Մենք չենք նկատում։ Օրինակ մեր հեռուստատեսային կոնտենտը Հայաստանի Հանրապետությունը ցույց չի տալիս։ Ցույց է տալիս ինչ ասես, բայց Հայաստանի Հանրապետությունը ցույց չի տալիս։ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, թե
Եվ դա նորմալ է, հանրային քննարկում է, ինչ խնդիրներ կան, ով ում վրա գոռաց, ով ինչ արեց եւ այլն։ Բայց Հայաստանի Հանրապետությունը որտեղ տեղ ինքը չկա մեր բաներում։ Մեր կոնտենտում չկա։ Մեր կոնտենտում ավելի շատ կա Վանը, ավելի շատ կա Մուշը, ավելի շատ կա ու այդպես, քան Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ ով է հեռուստատեսության վերջին անգամ ինչ որ ռեպորտաժ տեսել Իջևանի մասին կամ Վանաձորի, ուղղակի Վանաձորի մասին, ոչ թե նրա համար թե ով ինչ, որտեղից ինչ քրեական գործ հարուցվեց, ով ինչ էր տարել, ով ինչ էր գողացել, ու ինչ վերադարձրինք, ինչ, ուղղակի որ կա տենց մի հատ քաղաք, Վանաձոր, որտեղ ապրում են մարդիկ։ Չկա տենց բան մեր իրականում, ոչ մեկի մտքով չի անցնում, որ Վանաձորը մի քաղաք է, բնակավայր է, որը ինքը իրենով տեղա որտեղ մարդիկ ապրում են։ Այնտեղ հարսանիքներ են լինում, ծնունդներ են լինում, երեխեքը խաղում են։ Չկա կամ այս հատվածը լցված է լրիվ ուրիշ բաներով։ Հետո մենք զարմանում ենք, ինչ են մարդիկ տենց մտածում։ Կամ Կապան անունը մարդը ո՞նց է լսում Հայաստանի Հանրապետությունում։ Գորիս Կապան ճանապարհը կամայական բանով եւ այլն Ու մենք ես նկատի ունեմ, այս որ ասում ենք խնդիրները, մենք պատճառների մեջ չենք խորանում։ Այդտեղ մեր նաև բանն է։ Ես օրինակ հաճախ բան եմ անում, նայում եմ մեր հեռուստատեսությունը եւ այլն, այդ կոնտենտը, որ մենք բանը արվում, մեր իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ոչ մի կապ չունի։ Ընդ որում ես զարմանում եմ, պարզ է, որ մենք նաև խորհրդային Հայաստանում շատ բարձրորակ կինո կոնտենտ ենք բանարել, գեներացրել։ Բայց պարզ է նաև, որ կինո կոնտենտ ենք գեներացրել, սենց հետևողականորեն, սենց անընդհատ ցույց ենք տալիս։ Այնտեղ ինչ որ հայերենով են խոսում, որ լսում ես չես հասկանում, այդ ինչ լեզվի աշխատանք է ինչ ձևա, որ հայերեն բառը տենց է արտասանվում։ Սենց հետևողական անհեթեթ ինչ որ բաներ, սյուժեներ, անհեթեթ ինչ որ տրամաբանություններ եւ ստեղ ես հիմա բան եմ անում վերադառնում եմ այն գաղափարին, որ ես 2019 թվականին ես մտածում եմ, որ ոչ թե պետք է լինի ԿԳՄՍ նախարարություն, այլ պետք է լինի Հայաստանի Հանրապետության բովանդակության նախարարություն